Երրորդ գիրքը սիրելի հարազատներ, համագյուղացիներ, արցախցիներ, հայաստանցիներ։ Երրորդ գիրքը ես չեմ գրել։ Երրորդ գիրքը իմ մասին են գրել։ Հայաստանի գրող Արմեն Սարգսյանը, որը հիմա ինչ եկել եմ Հայաստան, ուզում եմ իրան տեսնեմ, ում հարցնում եմ չգիտեն, էլի։ Արմեն Սարգսյան հանկարծ մի օր տնօրեն ժամանակ եկավ դպրոց։ Եվ ասացին, որ հյուր ունենք։ Ես բացեցի մեր դուռը, կանգնած էին։ Ասեցի, ներս մտեք, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Արմեն Սարգսյանը, պարոն Սարգսյանը ասեց, մեզ պետք է օգնես, ես եկել եմ ձեր մասին գիրք գրեմ։ Ես գիտեք ոնց, ես ինչ չեմ երևակայել կյանքում։ 25 տարի որ տնօրեն եմ եղել, շատ հասարակ եմ պահել ինձ։ Շատ հասարակ։ Ասի ես ինչ եմ արել, որ իմ մասին պիտի գիրք գրես։ Իմ առաջին նախադասությունը։ Այդ մարդը ասեց, այ այդ նախադասության համար, ուրեմն ես գտա նրան, ում մասին պիտի գիրք գրեմ։ Եվ նստեցինք կաբինետում, ասեց ես եկել եմ Ստեփանակերտ կրթության ուրեմն նախարարություն, որպեսի մի տնօրենի մասին գիրք գրեմ եւ կրթության նախարարությունն է ինձ ուղղորդել, որ գնացեք Գանձասար, վանքի միջնակարգ դպրոցի տնօրենը։ Այդ տարին էլ, չէ, դրանից մի քանի տարի առաջ էլ դպրոցը ես էի խնդրել Լևոն Հայրապետյանին, որ մեզ նոր դպրոց է պետք։ Եվ կառուցեց 3 հարկանի դպրոց, ամեն ինչով, գույքով, որ Երևանում էլ չկա այդ ձևի դպրոց։ Դե բացի դրանից, վաչագան բարեպաշտքանշան են տվել, շատ պատվոգրեր մեդալ եւ այլն, ոչ չեմ հասցրել էցի։ Մին անջատի է։ Հա։ Ուրեմն այս գրքից 500 հատ տպագրել են, 500 հատ իրենք։ Եվ բաժանել են դպրոցներին, մի 100 հատ տվել են Լևոն Հայրապետյանին, մի 100 հատ էլ ինձ են տվել։ Էլի սա բաժանել։ Ուրեմն այս գիրքը ում է պետք։ Այս գիրքը պետք է բոլոր դպրոցների։ Այստեղ իմ հոդվածներն են գրված, որ տնօրենը ինչպիսինը պիտի լինի, տնօրենը ինչպես պիտի ղեկավարի դպրոցը, ուսումնադաստիարակչական աշխատանքները ինչպես պետք է բարձր մակարդակի հասցնի, ու նույնիսկ հայ աղջկա դաստիարակությունը ինչպես պետք է սկսվի հայ ընտանիքում։ Այդ ձեր հոդվածներ է սա։ Ինչքան թերթերում հոդվածներ եմ գրել, այդ հոդվածները սա ստեղ տպագրված է։ Ուրեմն այս գիրքն էլ դա է մեր Լևոն Հայրապետյանն է, հետևում կանգնած եւ այլն։ Տենց։ Ուրեմն սա բաժանել են դպրոցներին։ Եվ ուրեմն ոչ թե ասենք իմ կենսագրականն է, իմ գործունեությունն է, իմ հոդվածներն է, թե ինչպես պետք է տնօրեն աշխատի, փոխտնօրեն աշխատի, ինչպես պետք է դպրոց ուսումնական դաստիարակչական աշխատանքները բարձրացնի, ինչպես պետք է կարգապահությունը պահել դպրոցում։ Որ շատ տեղերում ես նույնիսկ հիասթափվում եմ, երբ մտնում եմ դպրոց, այնքան թերություններ կան եւ այլն։ Պարոն Օփինյան, շատ շնորհակալություն, շատ մենք հայազգս պետք է միասնական լինենք։ Մանավանդ Հայաստանում չպետք է պարակտում լինի արցախցի, հայաստանցի։ Ես շատ եմ վիրավորվում դրանից։ Հիմա կարծես թե մի քիչ քչացել է դա, բայց էլի շարունակվում է։ Հայը մնում է հայ։ Մենք պետք է ուժեղ լինենք, մենք պետք է ուժեղ բռունցք կազմենք, ու չպետք է մեր հույսը կտրենք, որովհետև քանի տարի էլ անցնի, արցախցին պետք է ապրի Արցախում։ Մենք պետք է վերականգնենք մեր հայրենիքը, վերադառնանք մեր հայրենիքը, վերադառնանք մեր տները, մեր օջախները, մեր մշակույթը, մեր գրականությունը զարգացնելու համար։
Գրքեր շատ թող կարդան դպրոցներում, աշակերտները, գրադարանները թող ակտիվություն ցուցաբերեն այդ գրքերը, որպեսզի աշակերտները կարդան։ Ես մինչև հիմա գիրք եմ կարդում։ Մինչև հիմա առանց գրքի իմ օրը օր չի, որ ես մի օր գիրք չկարդեմ, գեղարվեստական կամ մեր մեծ գրողն է։ Ինչպես կարելի է Թումանյանի գիրքը չկարդալ։ Որ ասում է գործն է անմա, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար։ Երնեք նրանով իր գործով, Կապրյան վերջ անդադար։ Մարդը պետք է այնպես ապրի, այնպիսի գործ անի, մաքուր, հայրենասեր, ազնիվ, որ ինքը մահանալուց հետո իր մասին լավ խոսեն, ասեն ինքը այս ինչ գործերը արել է մեր հայրենիքի համար։ Ու մի բան է, ես միշտ ասում եմ, պարոն Ափինյանն էլ գիտի, մարդ այնպես պետք է ապրի իր կյանքում, որ հետ նայելուց, հիշելով իր անցած ճանապարհը, չխեղճանա, ինքը հիշելով իրեն անցած ճանապարհը, չխեղճանա ու չամաչի, պատկերացնում եք, չէ՞ ինչ է դա նշանակում, այլ հպարտանա, որ ինքը այսպիսի ճանապարհ է անցել, հպարտանա ու լինի թեկուզ լավ ճանապարհ է անցել, լավ գործ է արել, լինի հասարակ, ազնիվ, բարի եւ ամենագլխավորը շատ հայրենասեր եւ շատ հայրենապաշտ։